Վերջին 2 օրերին թշնամական կողմը հանդես է գալիս կեղծ հաղորդագրություններով, իբրև թե հայկական կողմը մի քանի անգամ խախտել է, այսպես ասած, հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանական կողմը շարունակաբար նաև նոր պահանջներ է դնում Հայաստանի Հանրապետության առջև եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններն էլ իրենց ոչին հավատարիմ որևէ կերպ չեն հակադարձում Ադրբեջանի իշխանությունների հոխորտանքներին, այլ կոչ են անում Ադրբեջանին վերադառնալ կառուցողական դաշտ։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանի հետ։ Պարոն Սպան Մելիքյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, ես նշեցի, որ ադրբեջանական կողմը կեղծ հաղորդագրություններ է տարածում եւ մենք գիտենք իրենց գործելավոճը, հա, սադրանքից առաջ իրենք քարոզչական տեղեկատվական ֆոն են ապահովում եւ հետագայում հետևում է ռազմի դաշտում արդեն հարվածը։ Հիմա ասես Ադրբեջանը ինչի է նախապատրաստվում եւ արդյոք ադրբեջանական կողմը իրապես նախապատրաստում է ռազմական գործողությունների։ Տեսեք, եկեք երկու մասի բաժանենք ընդհանրապես հարցը։ Նախ շատ կարևոր է ինչի համար այս վերջին 2 օրը սկսվեց նմանատիպ ինտենսիվության կամ հաճախակիությամբ այդ հաղորդագրությունները։ Որքան ինձ հիշողությունս չի դավաճանում, մենք երբեք նման իրավիճակ չենք ունեցել, երբ 2 օրվա ընթացքում, եթե չեմ սխալվում, 7-ից ավել, արդեն 7, այո, 7-ից կամ արդեն 7 հաղորդագրություն հնչի եւ բոլորը հերկվեն, ասենք, հայկական կամ չեմ հիշում այդպեսի նախադեպ։ Եվ այս ամեն ինչը անմիջապես հաջորդում է, այսպես առաջին հայացքից թվացյալ, ինչի մասին ամբողջ իշխանական քարոզչամեքենան մեծ հրճվանքով խոսում էր, որ տեսեք, մենք արեցինք այդ համարձակ քայլը, միակն էինք, գնացինք դրան, հասկանալով, որ ինչքան բարդ է լինելու, եւ մենք վերջապես ստացանք վերջնական դրեֆթը, վերջնական նախագիծը իր համաձայնեցրած բոլոր հոդվածներում։ Դրան անմիջապես արդեն հաջորդեց Բաքվի կողմից հնչող հերթական պահանջները, այնպես չէր, որ սրանք նոր պահանջներ են, Աստված մի արասցե դեռ նոր պահանջներ առաջ կան, սրանք այն պահանջներ են, որ ամիսներով մշտապես խոսել են, բարձրաձայնել են, իշխանությունների կողմից տասնյակ անգամներ հերկվել են, հետո բացվել են համապատասխան հնարավորությունները եւ իշխանությունները այսպես փոքր էֆեկտով սկսել են առաջ բերել թեման տարբեր փաթեթավորումների մեջ, ոչ թե ուղղակիորեն, այո, նույն սահմանադրության թեման լրիվ ուրիշ ձևի փաթեթավորված, թե ինչքան է դա հարկավոր եւ ինչքան է օգնելու, որովհետեւ սա ժողովրդի համար է, բարեկեցության, անվտանգության եւ այլ այն ինչ որ իրենք ունեն իրենց բառապաշարում։ Եվ դրան էլ անմիջապես հաջորդեց Ալիևի կողմից հնչող կամ Բաքվի կողմից հնչող այդ կեղծ հաղորդագրությունը։ Այո, ես կարծում եմ, որ այս իրավիճակում այդ ինտենսիվությամբ հնչող հաղորդագրությունները իսկապես կեղծ են։ Հաջորդը մեխանիզմ իրականում չկա վերահսկելու կամ խոսելու, բայց մի հատ ունենք մեծ բայց, այդ երկայնքով կանգնած են եվրո դիտորդները, հա, մարդիկ, ովքեր որ սուրբ պարտականություն ունեն, հենց այդ վերահսկելու ինքը կարող է առաջին հայացքից թվա, որ միակողմանի է, հետո ադրբեջանական կողմից կանգնած չեն, հայկական կողմից են, բայց այնուամենայնիվ։ Եվ մենք միջանկյալ ունեցանք դիտորդական առաքելության ղեկավարի հայտարարությունը, որ այս իրավիճակում էսկալացիայի կամ մեծ էսկալացիայի խնդիր չենք տեսնում։ Հիմա ինչ է հետապնդում Բաքուն սրանով։ Բաքուն հրաշալի հասկանում է, որ քանի կա օրվա իշխանությունը պիտի մաքսիմալ խաղի, մաքսիմալ օգտվի այդ հնարավորությունից, այդ բացված հնարավորությունից, որովհետև ոչ 1, ոչ 10, ոչ 100, հազարավոր անգամներ արդեն ապացուցված փաստ է եւ մենք արդեն փաստաթղթավորված ունենք այդ ամեն ինչը, Հայաստանը միակողմանիորեն, կամ այսպես ասենք, Հայաստանի իշխանությունները օրվա վարչախումբը միակողմանիորեն գնացել է այս զիջումների։ Եվ ամեն անգամ
տարբեր փաթեթավորումների մեջ փորձելով սա ծախել ժողովրդի վրա, թե ինչի գնացին այս քայլին։ Այնտեղ կոնստանտ կա արտահայտություն, որի երկրորդ մասը կոնստանտ է, այն ապայի մասը կոնստանտ է։ Եթե ապա մշտապես փոխվում է եթեն, ապայի մասը մնում է կոնստանտ։ Ես նկատի ունեմ օրինակ, եթե չանեմ այս քայլը, ապա կլինի պատերազմ։ Եվ այդ եթեները մշտապես ցուցակով փոխվում են։ Այդ փոխվելը գալիս է այն վերջնական մասին, երբ որ սենց ասենք տարբեր զարտուղիներով, փաթեթավորումներով, էլի շատ եմ շեշտում այդ փաթեթավորման պահը, տարբեր ածականներով, գոյականներով, ստորադասական բարձ նախադասությունը փոխելով, նպատակը մեկն է, փոխել սահմանադրությունը։ Հիմա այդ ճանապարհին ո՞նց է ներկայացում, ըստ թայմինգի է նայում, ըստ իրավիճակի է նայում, ժողովուրդը ինչպես է նայում, ինչ ռեակցիա է տալիս, արձագանքները ինչպիսին են, դրսի արձագանքները ինչպես եւ այլն, այս ամբողջը ուսումնասիրելու արդյունքում հետո բերվում դա դառնում է, եթե չփոխենք սահմանադրությունը, ապա կլինի պատերազմ։ Իրենք ստացել են այդ ֆորմուլան, եւ այդ ֆորմուլան ցավալիորեն մեր հասարակության շատ լայն շերտերի մոտ աշխատում է։ Հիմա կուզեք դրա անունը վախ դրեք, որ տոտալ բռնացա վախը մարդկանց, որտեղ սովորական մարդը պատերազմի արավիրքը տեսնելով, նամանավանդ իր կաշվի վրա զգալով, նամանավանդ այն ընտանիքները, ովքեր հարազատներ են կորցրել, ընկերներ են կորցրել եւ այլն, իրենք չեն կարող ենթագիտակցության մեջ չընդունել, որ պետք չի որ պատերազմ լինի։ Հերը մեզանից, թող այլևս չլինի, այդ աղետը չլինի, այդ կորուստը չլինի եւ այլն։ Հիմա ինչ անում է, երևի թե ինքը ավելի լավ գիտի, սա արդեն քիչ հասկացող խավի համար է, չմբռնող խավի համար է եւ չխորացող խավի համար է։ Եվ բնականաբար այն համատարած անտարբերություն։ Իսկ իրականում դա է, այո, պիտի ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում պիտի կազմակերպվի հերթական հանձնումը, զիջումը, հերթական քայլը եւ այդ ամբողջը պիտի գա անգնի էլի ապայի դաշտ, ապա կլինի պատերազմ։ Ուրեմն պատերազմ չլինելու համար դե հիմա սա է իրավիճակը, ժողովուրդ ջան, պիտի մեզ ճիշտ հասկանանք։ Եվ այստեղ կա շատ մի կարևոր հանգամանք։ Վաղը հայտարարել են թողեք մենք մնանք իշխանության, որովհետեւ որ պահին մենք իշխանությունից դուրս եկանք, հաջորդ օրը լինելու է պատերազմ։ Եվ այդտեղ իրենք շատ հստակ ասելու են, որ կապ չունի ով է գալու իշխանության, հա, այդ նախկին բան, այդ տիրույթից էլ դուրս կգան։ Մեզ կապ չունի, դուք մենակ մեզ պահեք իշխանության, որպեսզի մենք այս գործընթացը կարողանանք շարունակել։ Էսա հիմնականը եւ այս ջղաձգումների, այդ ռեյտինգային պատմական մինիմալի իջնելու վերջ-վերջո Գյումրիում ինչ-որ հետաքրքիր զարգացումներ են սկսել, հասկանում եք, սա չի կարող չանհանգստացնել վարչախմբի ղեկավարի։ Եվ քանի որ ինքն էլ այդ աթոռին մնալու համար ցանկացած քայլի պատրաստ է, հետևաբար ես նաև չեմ բացառում սինխրոնիզացված աշխատանքը Բաքվի հետ։ Պայմանավորվածություն, սինխրոնիզացված աշխատանք, երրորդ մեսենջերների միջոցով ինչ-որ բան հասցնել եւ այլն տարբեր ձևեր կան, հնարավորություններ, պարտադիր չի, տես չի, որ հեռախոսը վերցնում ասում այս արա։ Չնայած մեր պարագայում դա էլ կարելի է չբացառել։ Պայմանավորված կերպով ռազմական ուժի կիրառման սպառնալիք, թե լոկալ ռազմական ուժի կիրառում, որպեսզի այստեղ եւ նաեւ երրորդն էլ կա, պայմանավորված սկզբունքով մի հատ դաշտ նետեք, հասկանանք տրամադրությունները ինչպիսին պիտի լինեն, էլի, հասկանում եք, որովհետև փաստը մնում է փաստ, որ ոչինչ չի արվել պատերազմից հետո դիմադրողականությունը բարձրացնելու համար, բանակի մասով կլինի, անվտանգային գործիքակազմերի մասով կլինի, սահմանների մասով կլինի եւ այլն, հա, չի արվել կամ արվել է չնչին չափով, որ կարելի է անել անգամներ, պատիկներ ավելի շատ։ Չի արվել, թույլ պահվել է իրավիճակը, փխրուն պահվել է իրավիճակը, այո, ինչու ոչ, հետագա նաև նմանատիպ բաների համար։ Փաստորեն մենք ունենում ենք ինչպիսի վիճակ։ Այս ամեն ինչի մասին կարծես թե նախապես արդեն պայմանավորվածություն կա։ Կա հանձնառություն վարչախմբի ղեկավարի կողմից եւ այդ հանձնարարության կիրառման կամ կիրառման որոշակի ժամկետ։
Հիմա կան կետեր, որոնք ծանր է կյանքի կոչելը։ Ուզենք թե չուզենք, իրենք ուզեն թե չուզեն։ Այդ կետերին կարող է լինի դանդաղ ընթացք ավելի, բայց այդ ընթացքից արդեն կախված չի, ընթացքը կա, դիմացը պատնեշ չկա, ինքը կտանի կբերի այն վերջնական արդյունքին, որ ասում էի օրինակի համար սահմանադրության փոփոխման հետ կապված։ Կարծես թե Ադրբեջանը շտապեցնում է իրենք նայեք, կա այդպիսի բան, որովհետև բնական է, չէ, որ միայն մենք չենք տեսնում իրավիճակի փոփոխություն Հայաստանում։ Եվ բնական է, որ Հայաստանի թշնամիները, ցավոք պիտի ասեմ, շատ ավելի խորքով գիտեն ինչ է կատարվում Հայաստանում։ Հետևաբար, սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ գահավիժում է իշխանությունների ռեյտինգը։ Շտապեցումը նաև դրա հետ է կապված, նաև վախը, որ հանկարծ կփոխվի իրավիճակը, իրենց համար Աստված մի արա, հենց իրենց համար, դա իրենց խոսքերը կարող են լինել, եւ այդ փոփոխված իրավիճակում արդեն լինեն նոր պայմաններ, խոսակցության նոր օրակարգ, բանակցությունների նոր օրակարգ, հա, եւ սա է խնդիրը, եթե ես կարողանում եմ հիմա դա ստանալ, առանց ինչ-որ լուրջ ուժ կիրառելու եւ այլն, զուտ, առանց պատերազմի, առանց նույնիսկ լոկալ բախման կարողացել եմ այսքան հավաքել, հա, այլապես խաղաղության պայմանագիրը, եթե համաձայնեցված է, ես ուրիշ, սենց ասենք, նախադեպ կամ օրինակ չեմ կարող հիշել, երբ որ երկու կողմեր համաձայնեցնեն, վերջացնեն, այդտեղ մնում է իսկապես արդեն ստորագրման մասին պայմանավորվածությունները։ Մի ամսից կլինի, մեկ օր հետո կլինի, երկու ամսից կապ չունի։ Բայց Ադրբեջանը նոր նախապայմաններ Ստեղ են ասում էլի, в чем задержка։ Կներեք ռուսերենով եմ արտադրած, լավ է հնչում, в чем задержка։ Վաղը գնացեք ստորագրեք։ Բայց քանի որ այդ թուղթը զուտ Ալիևին հարկավոր է հերթական շանտաժի քայլը անելու, թուղթը կդնի սիրուն գրպանը, ինքը կսկսի արդեն խոսել այն կետերի մասին, որոնք իշխանությունները կուրծք են ծեծում, որ իսկ ձեզ ով ասեց, սա տեղ չի գտել սահմանադրի այդ բանը, խաղաղության պայմանագրի մեջ։ Այդ հոդվածը չկա։ Իսկ ինքը ասում է բոլորը այն մասին, դրա համար կարող է եւ լինի հետեւյալ process-ը։ Ես չեմ բացառում եմ, որ կստորագրվի հիմա կամ տեսանելի ապագայում, եթե ինչ որ արդեն արտաքին ուժեր չմիջամտեն, ես չեմ բացառում, որ կարող է լինի նաեւ միջանկյալ մի թուղթ, հա, որտեղ արդեն թղթի վրա վավերացված կառցանագրվեն, մի հատ սուրգուչով կխփեն այդ կնիքը, կառցանագրվեն արդեն բոլոր այն պարտավորությունները, որոնք դեռ պիտի կատարի հայկական կողմը։ Եթե նկատել եք, ժամանակին խոսում էին կարմիր գծերի մասին, ասում են, այս մեզ համար կարմիր գիծ է, բայց արդեն այդ կարմիր գիծն էլ սկսել են չխոսել, որտեղ կարմիրը արդեն իրենցը չի, էլի, իրենց մոտ ամեն գույն կա, բացի կարմիրից։ Տեսեք, շատերը նաև դիտարկում են, հա, ադրբեջանական այս քարոզչամակենայի այս տոտալ գրոհը որպես ոչ թե թեկուզ լայնածավալ, այլ լոկալ բնույթի, լոկալ, բայց ուժգին բնույթի ռազմական հարվածի նախապատրաստում, հա, եւ եթե իրադարձությունները այնուամենայնիվ գնան այդ սցենարով, հա, արդյոք դա նույնպես դիտարկվում է հայկական կողմին շտապեցնելու համատեքստում։ Նաև այո, ընդունում եմ, որ այդ խնդիրը կա եւ Բաքվում դա շատ լավ են հասկանում, եկեք անպայման եւ զուգահեռաբար ասեմ Անկարայում շատ ավելի լավ են հասկանում, եթե չասեմ, որ Անկարայից միանշանակ որոշակի այսպես supportive կամ աջակցման սիգնալ մեջտապել, վերջին օրերին էլ արդեն շատ պարզ ասեցին, ինչ որ մենք 30+ տարի լսել ենք։ Կլինի հարաբերություն, եթե ստորագրվի վերջնական խաղաղության թուղթը։ Ես էլ ասում եմ, չի լինելու հարաբերություն, եթե նույնիսկ ստորագրվի խաղաղության թուղթը, այն պարզ պատճառը դե խաղաղության թուղթը իրենից ոչ մի բան չի ներկայացում։ Սա իր մեջ չի պարունակում ֆունդամենտալ երաշխիքային բոլոր այն հնարավոր կետերը, որտեղ կարելի է հանգիստ խղճով ասել, որ գնում ենք սրան։ Ինչու՞, որովհետև մեջտեղը, եթե տեսնում եք, որևէ մեկը չկա։
ոչ տեսանելի կա Թուրքիա։ Բայց օրինակ Ռուսաստանն էլ տենց կիսատ վիճակում է։ Եվ պայմանավորվել են, չէ, թողեք մենք երկուսով խոսենք։ Դա ավելի շատ օրվա վարչախմբի ղեկավարի մոտեցումն է եղել։ Մի խանգարեք, թողեք խոսենք։ Մենք երկուսով ավելի հեշտ կպայմանավորվենք։ Բայց այդ երրորդը միայն նրա համար չի, որ վկա է այդ խոսակցությանը եւ արձանագրումը։ Երրորդը, եթե կա սեղանի շուրջ, ինքը պիտի պատասխանատվություն ստանձնի երաշխավորի, որ այս պայմանագրի կետերը պիտի կատարվեն եւ ցանկալի է որպես այդ երաշխավորը լինի ուժեղ, լինի այնպիսին, որ ինքը կարողանա նաեւ ուժով որոշակի միջամտություն ունենա։ Ես այդ ոչ տեսանելի երրորդին տեսնում եմ Թուրքիայի դեմքով։ Պարոն Մելիքյան, իրադարձությունները հետաքրքիր են զարգանում նաեւ Մերձավոր Արևելքում։ Մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հարվածները Եմենի ուղղությամբ։ Տեսնում ենք նաև, որ Իսրայել-Համաս, այսպես ասած, հրադադարի գործարքը, որի կարևոր կետերից մեկը հենց պատանդների ազատ արձակումները ըստ էության այլևս չի գործում եւ Իսրայելը սկսել է նորից հողին հավասարեցնել Գազայի հատվածը։ Հարյուրավոր մարդիկ են արդեն սպանվել։ Ըստ իրադարձությունները ինչու Մերձավոր Արևելքում այսպես զարգացան, արդյոք նորից Իրանի շուրջ օղակը սեղմվում է եւ արդյոք նաեւ Մերձավոր Արևելքում այս իրադարձություններն են, որ թուրք-ադրբեջանական տանդեմին հնարավորություն են տալիս ուժեղացնել իրենց քարոզչական գրոհները Հայաստանի նկատմամբ։ Այո, շատ իրավացի եք, ձեր բոլոր նշած կետերը կյանքի իրավունք ունեն։ Եվ Իրանի մասով, եւ Թուրքիայի մասով հատկապես, ես նկատի ունեմ նաեւ Թուրքիայի վերջին, այսպես ասենք, մխրճվելը ուղակի սիրիական թնջուկի մեջ։ Այնպես չէր, որ իրանք չկային եւ կուլիսների հետևում այդ հսկայական աշխատանքը չէին տանում։ Փորձը ապացուցեց, որ ոչ միայն հսկայական աշխատանք է տարվել, գետնի վրա շատ լուրջ պատրաստություն է եղել, դրա տակ կուլիսային աշխատանք է եղել տարբեր ծանրության կենտրոնների հետ ապահովելու այդ սաուն անցումը եւ ստացել ենք մի հատ իրավիճակ եւ Թուրքիան շատ ընդգծված գերիշխող դիրքաձեռք բերել, ես սիրիական մասը նկատի ունեմ, եւ այստեղ մաքսիմալ ինքը սկսելու է խաղացնել, ինչքան որ հնարավոր է, եւ այդ ազդեցությունը շատ ավելի ուժեղացնել եւ խորացնել, ինչքան որ հնարավոր է։ Մենք ականատես եղանք նաեւ շատ բարձրաստիճան պատվիրակության թուրքական Սիրիա, եւ հենց այդ պատվիրակության մեջ կային դեմքեր, որոնք նախկինում հսկայական, այսպես աշխատանք են կատարել հենց այդ ուղղությամբ իրենց պաշտոնից բխող, հա, եւ հատուկ ծառայություն, Հական Ֆիդաններ եւ այլն, այսինքն այս իմաստով այո, այդ թաթը դնելը ստացվել է։ Հիմա վստահ եմ, որ սա չի բերելու կայունություն տեսանելի ապագայում, այն պարզ պատճառով, որովհետև ես իզուր չէր, որ սկզբում թնջուկ ասեցի։ Այո, այնտեղ կա այդ թնջուկը։ Այնտեղ կա սարսափելի այն պատկերը, որ այսօր քաղաքակիրթ աշխարհի աչքերի առջև կատարվում է ցեղասպանություն։ Մարդկանց պարզապես փողոցում բռնում են, ալավիտ լինելու համար ուղակի մորթում են, ուղակի սպանում են։ Այո, այս ձեռագիրը մեզ հայտնի է, մենք շատ լավ գիտենք եւ այս ձեռագրի հեղինակների հետ մենք այսօր գնում ենք զիջումային, խորը զիջումային քաղաքականությամբ, եթե չասեմ խորը ինտեգրվելու քաղաքականությամբ, որովհետեւ ինչ որ մի հատ X պահի Թուրքիան է լինելու հովանավորը, որպեսզի այդ անվտանգությունը հնարավոր լինի ապահովել օրվա վարչախմբի, ապավինելու են Թուրքիային, ուրիշ որևէ մայրաքաղաքից չի լինելու նման բան, հակառակ այն շարժումներին, որ ինտենսիվ կերպով այդ հեռախոսազրույցները, դեսպաններին, հանձնարարականները գնացեք, համոզեք, թող ողջունեն այս խաղը, ինչքան շատ հավաքենք ողջունողներին, այնքան իբր թե մենք ավելի կուժեղանանք։
դուք լուրջ եք, այսինքն այդպես մտածում։ Նորից եմ կրկնում, քաղաքակիրթ աշխարհի արչև կատարվում է ցեղասպանություն։ 48 ժամ որևէ արձագանք, որևէ մայրաքաղաքից, բացի 1-2 շատ կծկտուր, շատ փոքր, կասեն weekend-ը այդպիսի բան գոյություն չունի։ Հենց չի weekend-ին հնարավոր չի այդ հայտարարությունը կասեցնելու, գոնե կանգնեցնելու համար կամ ահազանգելու համար։ Թեկուզ հետո շաբաթասկզբից նոր սկսեցի խոսել։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ասենք ինչ կկատարվի։ Վերջի վերջո այդ նույն քաղաքակիրթ աշխարհը չէ գնաց վազելով Սեղմես Ջոլանիի ձեռքը, այսինքն մենք այստեղ արդեն ոչ թե երկակի ստանդարտներ, տասնյակի, 20-յակի ստանդարտներ ենք տեսնում։ Եվ սա է, որ հիմա խոսում ենք եւ ասում ենք հին աշխարհակարգի փլուզման process-ի մեջ ենք մենք այսօր հայտնված, հա։ Դուք շատ ճիշտ նշեցիք ամերիկյան վարչակազմի փոփոխությունը տեկտոնիկ շարժումներ է առաջացել բոլոր հիմնական մայրաքաղաքներում։ Այսինքն եթե մի քանի տարի առաջ որևէ մեկը փորձեր ասել, որ այսպիսի բան է հնարավոր, հաստատ իրեն կամ աննորմալի տեղ պիտի դնեին կամ ուղղակի չհավատային։ Իրանի հարցը արդեն Իրանի հարցը գալով ես կարծում եմ դրված է այն իմաստով, որ Թրամփը ինքը եւ իր վարչակազմը որպես այսպես խաղաղության մունետիկներ կամ ասենք այդ առաքելությունը գոնե իրենց վրա վերցրած մարդիկ, այդտեղ էլ շատ ստորջրյա բաներ կան, ես ի նկատի ունեմ տնտեսական վիճակը, ընդհանրապես բուն աշխարհաքաղաքականից զատ գաղափարախոսական իմաստով արժե համակարգային վիճակ եւ այլն փոփոխությունները արդեն գալիս են այդ դրա դիմաց այլևս չես կանգնելու եւ այդ ամեն ինչը արվում է շատ բարձր լեգիտիմության պայմաններում, աննախադեպ լեգիտիմության պայմաններում, հա։ Հիմա այո կա այդպիսի բան, ես եկել եմ այդ առաքելությամբ, ես պիտի փորձեմ, որ ավելորդ կամ հավելյալ նոր օջախներ չստեղծեմ։ Երբ որ ես կողմ եմ մի բանի, այսինքն կողմ եմ հանդիսանում, այս բaragայում Իրано-ամերիկյան հակասության մասին է, չէ՞ խոսքը, ես պիտի փորձեմ, եթե օջախ կա, ինչ որ ձևով մարեմ կամ կասեցնեմ կամ գոնե արժամանակ չմոտենամ, սառեցման մասին է խոսքը, չի կասեցվում, չնայած կան փոխադարձ այսպես փոքրիկ նշույլներ, եթե մի քիչ փորձենք տողատակերը կարդալ, ապա կտեսնենք, որ կա որոշակի պատրաստակամություն, բայց թերևս ավելի մտածում են տոնայնությունները փոխելու, մոտեցումները փոխելու, ոչ թե այսպես ուլտիմատիվ պահանջների ներքո անել քայլեր, այլ հաշվի առեք մեր ներկայությունը, հաշվի առեք մեր նաև ուժը եւ ազդեցությունը եւ եկեք այդ պայմաններով խոսանք, հավասարը հավասարի պայմաններով, այս նշույլները տեսնում եմ, բայց անշուշտ լարված իրավիճակ է եւ այո, այդ օղակն էլ սեղմվում է, ինչու ոչ, նաև այդ վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում ուղղակիորեն նաև առնչվում են իրանական թեմային, ինչ որ ձևով որոշելու նաև այսպես պրոքսի Իրանին պրոքսի պետությունները կամ սատելիտները կամ աջակիցները, ինչպես կուզեք ասեք, կամ խմբերը, խմբավորումները ինչ որ ձևով թույլատնելու, որպեսզի այսպես ասենք, ապագայի հնարավոր հարցակում կամ հարվածներից պաշտպանողականությունը շատ ավելի թույլ լինի։ Դե Իրանից էլ վստահ եմ հետևում եք, հնչում են շատ ավելի կոշտ մոտեցումներ եւ այնպես չի, որ օթից են դրանք, միգուցե շատ դեպքերում մի քիչ ավելի այսպես չափազանցված, բայց այնուամենայնիվ Իրանը վերջին տարիներին շատ լուրջ չզորացել է նաև ռազմական առումով, պատկերը մենք տեսնում ենք գոնե տեսանելի, գոնե երևացող։ Մենք դեռ չենք տեսել այն փակ ու գաղտնի մասը, ինչեր կարող են լինել։ Հետևաբար, այո, ամերիկացիները պիտի ամեն ինչ անեն, փորձեն գոնե բերեն մի այնպիսի իրավիճակի, որ գոնե սկսեն խոսել։ Այդ խոսակցությունը կա, դա չերևացող, դա կուլիսներում է, ես ավելի վստահ եմ, որ կա շփումներ որոշակի, կարող է նաև նույնիսկ երրորդ երկրների միջոցով, բայց այնուամենայնիվ գոնե պիտի սկսի խոսակցություն, որտեղ ցանկացած խոսակցությունը շատ ավելի նույնիսկ վատ խոսակցությունը, սուր խոսակցությունը շատ ավելի լավ է, քան պատերազմը։
Մենք տեսնում ենք նաև Ուկրաինայում իրավիճակը, բանակցություններ, որտեղ օրինակ ուկրաինական կողմը համաձայնել էր Միացյալ Նահանգների առաջարկին 30-օրյա հրադադարի, բայց ռուսական կողմը կարծես թե չի շտապում իր համաձայնությունը տալ։ Ինչով է սա զս պայմանավորված։ Հրաշալի ձևակերպում տվեցիք, չի շտապում կամ դանդաղ է շտապում։ Տեսեք, համաձայնությունը տրվել է, այլապես այդ հարցերը չէին բարձրանա։ Ես համոզված եմ նաև, որ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ ձեռք են բերվել։ Բնականաբար, այո, բայց Ռուսաստանը անշուշտ դուրը բաց է թողնում։ Ինքը չի փակում եւ չի պարփակվում միայն իհարկե համաձայն եմ, եկեք վաղվանից անենք այդ 30-օրյան։ Այդ 30-օրյայի տակ այնքան երևացող եւ չերևացող փոքր ու մեծ ռումբեր կան, որ դա շատ լավ գիտեն երկու կողմն էլ, հասկանում եք։ Նամանավանդ այն իրավիճակում, երբ Ռուսաստանը գրանցում է լուրջ հաջողություններ ճակատում։ Դա մենք տեսնում ենք ամենօրյա ռեժիմով եւ տեսանելի է։ Հիմա այս պարագայում իհարկե չի շտապի, իսկ 24 ժամ էլ երկարացած, 24 ժամ ինքը կարողանում է երևի արդեն այն իրավիճակն է հասունացած, որ ինքը կարողանում է մի քանի բնակավայրի հարց լուծի կամ թեկուզ մեկ բնակավայր ավելի հարց լուծի։ Հիմա ինձ թվում է չի վիժեցվի այս գործընթացը այնուամենայնիվ, որովհետեւ զարգացման հետ այնքան չերևացող թելեր կան տնտեսական, էներգետիկ եւ այլ բնույթի, այսինքն սա այդքան մեզ հասուչի են իմաստով, որ մենք փոքր երկիր ենք եւ չենք կարող, իրենք շատ ավելի լայն թեմաներ են վերցնում, հասկանում եք, տարածաշրջանային մասով են խոսում, գլոբալ մասով են խոսում, միջուկային մասով են խոսում, ռեսուրսների մասով են խոսում եւ այլն եւ այլն։ Այստեղ խնդիրը նաև Թրամփի, այսպես ասենք, նախընտրական քարոզչությունն է, որ ինքը շատ ակտիվ, հիպերակտիվ ձևով երկրորդ օրվանից կամ նույնիսկ առաջի օրվանից Սպիտակ տուն մուտք գործելուց հետո ինքը շատ արագ սկսեց այս պրոցեսները գեներացնել։ Եթե չստացվի, ինքը պիտի լուրջ խնդիր ունենա, արդեն ռեյտինգի հետ կապված։ Այո, քանի ամսվա նախագահ է, մի տարվա էլ չի, հասկանում եք, 100 օրվա էլ չի, որ խոսենք։ Այնպես որ ես կարծում եմ պրոցեսները դեռ կշարունակվեն, միգուցե կգան որոշակի համաձայնությունների կապված 30 օրյայի հետ, կդրվեն նախապայմաններ եւ այստեղ ամենակարևորը հսկողական մեխանիզմները ինչպես են կիրառվելու։ Սա ամենակարևորն է, որովհետեւ ով կրակեց վերջի, ով խախտեց, այդ ով խախտելը արդեն բերում է մշտապես խախտումների։ Հիմա 44 օրյայի ժամանակ այո, եղել են պայմանավորվածություններ մայրաքաղաքներում հրադադարի, բայց ամեն անգամ այդ հրադադարը խախտվել է Բաքվի կողմից։ Ամեն անգամ հաջորդ իսկ օրը, եթե օրվա 00:00-ից, այսինքն կես գիշերից, միևնույնն է դրանից հետո խախտել են պայմանավորվածությունները։ Հիմա այդ էլ մի հատ ուրիշ օպերա է, ինչի են խախտել, այդ ինչ կար սրա տակ թաքնված, որովհետև պիտի բերեին նրան, որ մենք ունենայինք վերջնական արդյունքը, այդ արդեն թողնենք երևի ուրիշ անգամ կամ վերլուծաբաններին թող խորանան, հասկանան եւ գտնեն ճիշտ ճանապարհը։ Ես կարծում եմ, որ որոշակի այո պրոցեսներ կլինեն, միայն նա, որ ամերիկյան կողմից արդեն հնչում են, որ Ուկրաինան պիտի մոռանա որոշակի տարածքների մասին, սա արդեն խոսում է նախապայմաններից մեկը կատարելու մասին, այսինքն եղել է փոխադարձ համաձայնություն, որ լավ կգնանք սրան։ Կարող է ամերիկյան կողմը մերժել է նաև ուրիշ նախապայմաններ, բայց այդ ՆԱՏՕ-ի մեջ չլինելու, տարածքները կորցնելու նմանատիպ բաներ հնչում են եւ այնպես չի, որ մի օր հնչում են, մի օր հերկվում են։ Հնչում են եւ կրկնվում են, ինչը նշանակում է, որ ձեռք է բերված պայմանավորվածություններ այդ առումով։ Եվ ամփոփելով եւս մեկ հարցի մասին խոսենք, Եվրասիական մարտահրավերում տեսնում ենք երկու ռազմաճակատ, ուկրաինական ու նաեւ մերձավոր արևելք, ու տեսնում ենք
Հայաստան, որը ունի լրջագույն արտաքին մարտահրավերներ եւ ունի Նիկոլ Փաշինյանը։ Այս իշխանության աստված մի արս հարատևության բարագայում, հա, կխնդրեի առավել կոնկրետ մեր դիտողների համար մեկնաբանել ինչ կարող է լինել։ Փաշինյանը ամեն ինչ պիտի անի մնալու համար իշխանության ղեկին։ Սա իր համար կյանքի ու մահվան խնդիր է։ Եվ նաև իմանալով իր կերպարը եւ ինչի է ինքը ունակ, այո, ինքը կարող անի նաև սարսափելի քայլեր։ Ինքը փորձելու է իրավիճակային առումով գտնի աջակիցներ սահմաններից դուրս։ Առաջին հայացքից կարծես թե ունի, բայց դա այնքան էլ այդպես չի։ Եթե դրանք եվրոպական մայրաքաղաքներն են, Եվրոպան ինքը շատ լուրջ խնդիրներ ունի իր ապագայի հետ կապված։ Եվ արդեն դրանք տեսանելի են։ Փաստը, որ այսօր Եվրոպան Թուրքիայի հետ սկսել է մի այնպիսի process, որ առանց Թուրքիայի հնարավոր չի եվրոպական անվտանգությունը, սա մի ամբողջ պատկեր է փոխելու։ Սա մի ամբողջ պատկեր է փոխելու եւ առավել ավելացնելու է Թուրքիայի պահուստային զինանոցը։ Իր մանևրելու հնարավորությունները շատ ավելի լայնացնելու է։ Ինչու՞, որովհետեւ եթե այդպիսի քայլ կա եւ որոշում կա, մյուս կողմին, որ վերաբերվում է այդ որոշումը, մյուս կողմը դա այդ խաղակարգը օգտագործել է շատ ավելի ուրիշ կետերում իր, այսպես ասենք, expansion-ը կամ ծավալումը ուժեղացնելու համար։ Սա լրիվ բխում է իր շահերից եւ ինքն էլ շատ լավ գծած ունի այդ պատկերը, ինչի, որովհետեւ ինստիտուտներ ունի, ինչի, որովհետեւ դիվանագիտություն ունի, ինչքան էլ փախնենք դրանից փայլուն դիվանագիտությունի, ինչի, որովհետեւ շատ լուրջ է մոտենում հարցերին մեկ եւ երկրորդը ինքը շատ լավ գիտի որտեղ է իր շահը եւ ունի նաեւ այդ շահերը պաշտպանելու հնարավորություն։ Հա Ռուսաստանը, այո, բնականաբար Ռուսաստանը զբաղված է ուկրաինական ճակատով եւ այնպես չի, որ դուք ռուսների նկատմամբ մի այնպիսի կեցվածք եք դրսևորել, որ այսօր ռուսները ձեզ հետ կարողանան խոսել կամ այսպես աջակցման ձեռք մեկնեն։ Իրանը, իսկ Իրանի հետ ինչ է կարել։ Բացի այն որոշակի տեսանիշ ու տնտեսական հավաքներից եւ այլն, ինչ եք արել։ Խոսել եք արդյոք ռազմաքաղաքական ապագայի իրավունքներից, հնարավորություններից, դաշինքներից, փոխադարձ պաշտպանությունից, զորավարժությունից, ավելի քան համոզված եմ չեք խոսել։ Ավելի քան համոզված եմ։ Եվ հաստատ Ավստրալիան եւ Կանադան չեն մնում, էլի։ Քո հարևանությամբ պիտի նայես։ Քո հարևանությամբ ով է մնում Թուրքիան բնականաբար։ Եվ էլի Թուրքիան հայտնվում է շահողի դիրքերում։ Ինչու, որովհետեւ ունի հրաշալի դիվանագիտություն, ունի ինստիտուտներ հարգել, հասկանում եք, ներգրավվածության առումով ինքը չի վանում մասնագետներին, ինքը այնքան խորն է ներգրավում այդ մասնագետների համար հատուկ կենտրոններ ու ինստիտուտներ է ստեղծում, ովքեր 24/7 ռեժիմով կարողանում են մատակարարել այդ ճարտարապետությունը, որ ունեն, այդ ճարտարապետության յուրաքանչյուր բաղադրիչը, որպեսզի իրենք կարողանան այդ ամեն ինչը կյանքի կոչել։ Հետևաբար այս իրավիճակում այո ցավալիորեն պիտի նշեմ, որ ինքը անելու է ամեն ինչ, որպեսզի մնա այդ աթոռին, որպես միակ երաշխիք իր համար, եւ այստեղ մնում է միակ խնդիրը, որ ժողովուրդը էլի ես հերթական պատեհառիթը կա, ես ուզում եմ շատ մեծ սիրով ու հարգանքով դիմել մեր ընկերներին, ասելու, որ ժողովուրդ սթափվել է պետք շատ վաղուց արդեն։ Բացեք, նայեք այդ ծանր կադրերը, գիտեմ շատ ծանր է, եսի նկատի ունեմ Սիրիան, եսի նկատի ունեմ ուրիշ թեժ կետերը, բացեք եւ նայեք, ուզում եք այդպիսի բան լինի Հայաստանում, թե չեք ուզում։ Սա է խնդիրը։ Կմնա ինքը, կլինի այդպիսի բան Հայաստանում։ Չի մնա ինքը, եկողները ամեն ինչ կանեն, ամեն ինչ, որպեսզի չլինի ինչու, որովհետեւ այնքան է արդեն այդ հնարավորությունների պատուհանը նեղայնացված, բայց այնուամենայնիվ նույնիսկ այս վիճակում
կա այդ պատուհանը, ավելին կա այդ դաշտը աշխատանքի եւ հնարավոր է գոնե ստանալ մի այնպիսի մեխանիզմ, որ գոնե լինի առաջին հերթին դեէսկալացիա։ Որևէ մեկը չի հրաժարվելու բանակցություններից, որևէ մեկը չի հրաժարվելու ադրբեջանցիների կամ թուրքերի հետ խոսելուց, շատ պարզ է, չէ, այսինքն պարզ է, չէ, որևէ մեկը չի գալու ասի վերջ, մենք պատերազմ ենք հայտարարում Ադրբեջանին կամ Թուրքիային։ Այո, բայց կա արժանապատվության այն զգացումը ու այն մակարդակը, որ դու կարող ես արժանապատիվ գնալ այդ բանակցությունները, որպեսզի արժանապատիվ խաղաղություն կարողանաս ստանալ, ոչ թե ինչ-որ թղթի կտոր, որը տենց առավոտից իրիկուն թմկահարում, փառաբանում են հենց իրենց շրջանակները, ասելով, որ տեսեք ինչ արեցինք մենք, որը երբեք չեն արել նախկին իշխանությունները։ Եվ դա էլ կծախեն արդեն հերթական քարոզարշավի ժամանակ կամ արտահերթ քարոզարշավի ժամանակ։ Սա է մեր պատկերը, որը տխուր է, այո, բայց լավատեսության նշանները կա, Ալիևի շտապողականությունը հենց այդ դրա հետ է կապված, որովհետև գնալով շատ ու շատ լայն շերտեր են սկսում հասկանալ ինչա կատարվում, շատ ու շատ լայն շերտեր են հասկանում, որ 18-ին իրենք ուղղակիորեն խաբվել են, ստորաբար են խաբվել, շատ ավելի շատերն էլ հասկանում են, որ այս արդեն դարել է տենց ծրագիր, առաջ են գնում ամեն ինչը տալով, հա, այդ սալամի էֆեկտը շատ լավ աշխատում է, ծախելու ապրանքը կա, հնարավոր է դա անել, որովհետև իշխանությունները փայլուն վաճառականներ են այդ իմաստով, էսա ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, իր չեն ասի, ուղղակի ձեռքը խփի, այդ իդեպ են ժողովուրդը, որ իրենք ասում են ժողովուրդը կասի, մենք կգնանք, մենք կհարգենք ժողովրդի կարծիքը, ուրեմն սիրելի ժողովուրդ, ցույց տվեք, թե որքան ուժեղ եք դուք եւ ինչքան անընդունելի է ձեր զավակների վտանգված իրենց կողմից հորջորված ապագան, այն ապագա կան ուրա տանելու մեր երկիրը։ Այդ կադրերը կան ուրիշ երկրների օրինակով եւ ցավով եմ ասում, որ պիտի զուգահեռ անցկացնեմ, բացարձակապես միտում չունենալով այդ երկրներում այդ կորուստների օրինակը բերելու, բայց ուրիշ պատկեր չի մնում։ Հակառակը որևէ մեկը ինձ չի կարողանա ապացուցել, սա ձեռագիր է, որը կիրառվել է մշտապես, եւ այդ ձեռագիրը նաեւ մենք մեր կաշվի վրա ենք զգացել, թեկուզ 100-ից ավելի տարի է անցել արդեն դրանից։ Այնպես որ պետք է հասկանալ, պետք է լրջանալ վերջի վերջո, ոչ թե տենց մնալ անտարբեր, իներտ վիճակում եւ ասել դե լավ, դե հիմա անում է ուրիշ տարբերակ արդեն չունենք։ Ինչ է, ուրիշ տարբերակը հենա հայ-հայ հեսա խփելու է, հայ-հայ հեսա հարձակվելու է։ Էս է ամբողջ խնդիրը, ես չեմ ուզում այսպես բան այդ ջիղը բաց թողել այդ բանի, այո, միշտ դուք պետքա պատրաստ լինեք եւ չեմ ուզում թուլացնել, էլի, ասել որ բացառված է ընդհանրապես պատերազմը։ Ոչ մի բան էլ ոչ մի տեղ էլ բացառված չի։ Այսօրվա աշխարհն է այդպիսին եւ ցանկացած աշխարհակարգի տրանզիցիայի ճանապարհին այո, այս բաներ լինում են։ Պարզապես ամբողջ խնդիրը նա է, որ շատ ու շատ տասնյակ երկրներ վաղուց արդեն դիրքավորվում են եւ գնում են դրան այդ փոխելու ճամփան աշխարհակարգի նոր աշխարհակարգի պայմանները հասկանալու եւ հիմիկվանից տեսնելու թե իրանք որտեղ պիտի այդ նիշան զբաղացնեն, որովհետեւ դա առաջիկա տասնյակ տարիների համար է լինելու, շատ ֆունդամենտալ ձևով է լինելու, իսկ Հայաստանը կրթում են մարդկանց, փորձում են կրթել երևացող կրթված մարդկանց կամ այսինքն անկիրթ են բոլորը, անընդհատ այդ բանն է, չէ, թեզն է պատտվում, որ եկեք կրթվենք։ Դուք որ անկիրթ եք, չգիտեք, չեք կրթվել, չգիտեք ինչ բան է դիվանագիտություն, բայց կարող եք դիվանագետին ոտից գլուխ վերցնել քննադատել, հետո հետ կանգնել դրանից, ինչ-որ բան գրել, հետո մաքրել, ինչ-որ հայտարարություններ անել անհասկանալի ձեր հատիկար հատիկներով եւ այլն, շեղում եք պարզապես այս ժողովրդի ուշադրությունը շատ ավելի լրջագույն խնդիրներից եւ ժողովրդի մեջքի հետևը անում եք այն, ինչ որ խոստացել եք, անում եք այն, ինչ որ ծրագրել եք, անում եք այն, ինչ որ ձեզ պարտադրում են, դուք էլ հնու հնազանդ գլուխներդ կախ անում եք։
Սա չի անցնելու, սա կարող է ինչ-որ փոքրիկ կարճաժամկետ իր հաջողություն ունենա, բայց նորից ու նորից ես ավելի քան համոզված եմ, որ ժողովուրդը սա շատ արագ կընկալի, կըմբռնի եւ հաստատ իր վճռական ոճը կասի այս ամեն ինչին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Դիվանագիտական հայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։